115 տարի առաջ մարտի 8-ը հռչակվեց որպես կանանց իրավունքների պաշտպանության օր, սակայն մինչև հիմա էլ սրով պայմանավորված վատ վերաբերմունքի դրսևորումներ, խտրական վերաբերմունք արձանագրվում է, պաշտպանության ինչ ծրագրեր է առաջարկում պետությունը, խոսելու ենք տաղավարում, այստեղ է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը։ Տիկին Ստեփանյան, ընդհանրապես ընտանեկան բռնության, կենցաղային բռնության մասին օրենքներում սեռերի բաշխվածություն չկա, սակայն հասկանալիորեն հանրության շրջանում հիմնականում քննարկվում են կանանց մասին տեղեկատվությունները, ինչ է անում ընդհանրապես պետությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կանանց աջակցելու համար։ Իրավահավասարության տեսանկյունից, թե սահմանադրության մեջ եւ թե մեր կանանց եւ տղամարդկանց հավասարության մասին օրենքում մենք նորմատիվ ակտերում ամեն ինչ պատշաճ շարադրել ենք ժամանակին եւ կիրառում ենք։ Այնուամենայնիվ մենք այսօր ստիպված ենք 2025 թվականին դեռևս անդրադառնալ այս հարցին եւ այո, ճիշտ է, կրկնակի խոցելի են կանայք եւ մեր ցուցանիշներն ու թվային վերլուծությունները ցույց են տալիս, որ ամեն դեպքում բացահայտված եւ բարձրաձայնած դեպքերի 98-99% վերաբերում են կանանց։ Մենք ունենք այդ թվում նաեւ ընտանեկան բռնության դեպքեր արական սեռի ներկայացուցիչների նկատմամբ, բայց դրանք թվային ցուցանիշներով խիստ փոքր են, այստեղ էլ գուցե չեն հաղորդվում եւ չեն ներկայացվում, ելի կարծրատիպերով պայմանավորված։ Ինչ ունի պետությունը այս առումով որպես ծառայություններ, ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությունը ընդունվել է 2017 թվականին, ուժի մեջ մտել 2018-ից, բոլորովին վերջերս 2024 թվականի հուլիսի 1-ից այս օրենքը նոր անվանվամբ ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման մասին օրենք, կարճ ենք անվանում իրեն, ուժի մեջ մտավ հաշվի առնելով 5 նախորդ տարիների իրավակիրառ պրակտիկան եւ ի հայտ եկած խնդիրները, սկսած շատ տեխնիկական, այդ թվում նաեւ բովանդակային խմբագրումներով, եւ սա նշանակում է, որ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարությունը որպես լիազոր մարմին մեծ աշխատանք իրականացրեց, նաև ենթաօրենսդրական ակտերի մակարդակում ծառայություններին վերաբերելի կտորը խմբագրելու, նորովի շարադրելու, նոր որոշակի չափորոշիչներ սահմանելու համար։ Օրինակ, մենք արդեն իսկ վերջին 10 իրավական ակտերը հաստատեցինք, ունենք դրանով ապաստարանի ծառայություններին վերաբերելի չափորոշիչների հաստատում, ունենք տվյալ ոլորտում աշխատող սոցիալական աշխատողների վերապատրաստման հատուկ արդեն կարգ, ունենք բռնության դեպքերի ուղղորդման, դեպքերի մոնիտորինգի կարգեր սահմանված, ունենք դրամական աջակցության իրավական ակտը, որտեղ սահմանում ենք մեկանգամյա վճարը որպես հրատապ աջակցություն եւ դրա արդեն տարբերակումը կախված նրանից, թե ընտանեկան բռնության զոհը արդյոք իր խնամքին ունի խնամարկյալներ եւ այլն։ Ունենք նաեւ ընտանեկան բռնության դեպքերի հաշվառման հարթակը, կենտրոնացած հաշվառում ենք այսուհետ իրականացնելու, նոր տեխնոլոգիաների հիմնադրամը, աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող ստեղծեց բռնության հաշվառման հարթակ դեպքերի, որտեղ քննչական մարմինները, դատախազությունը, այդ թվում նաեւ դաշտում հավաստագրված հասարակական կազմակերպությունները այսուհետ թվային շտեմարանների տրամաբանությամբ հավաքագրելու են տվյալները, որոնք մեզ հնարավորություն կտան, ինչու՞ չէ նաև քաղաքականությունները մշակելիս հաշվի առնել շատ տարբեր մանրամասներ, մարզ առ մարզ, համայնք առ համայնք, որովհետև ընտանեկան բռնության դեպքերը միայն բացահայտել եւ դրա հետ աշխատելը բավարար չէ, պետք է բավարար միջոցներ նաև ներդնել դրանք կանխարգելելու եւ կրկնման ռիսկը կանխարգելելու համար։ Այնուամենայնիվ, քանի փաստարկված դեպքեր ունենք այս պահի դրությամբ նույն այդ հարթակում արձանագրված եւ դիմելիությունը կոնկրետ ձեր ծառայություններին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջարկվող ծառայություններին փոխվել է, զգում եք տարբերություն։ Նախ ասենք, որ այս ծառայությունները բոլորովին վերջերս են ստեղծվել 2020 թվականից, դրանք պատվիրակվում են հասարակական կազմակերպություններին, որոնք սահմանված կարգով հավաստագրվում են աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության կողմից։ Մենք բոլոր մարզերում եւ Երևանում ունենք հասարակական կազմակերպություններ, որոնք աշխատում են ընտանեկան բռնության զոհերի եւ հավանական զոհերի հետ, նրանց տրամադրում են սոցիալ վերականգնողական, հոգեբանական, իրավաբանի աջակցություն ըստ անհրաժեշտության եւ շուրջօրյա թեժ ունեն։ Այսինքն այս պարագայում նախարարությունը պատվիրակում է որոշակի գործառույթներ կոնկրետ կազմակերպություն։ Այո, ունենք երկու ապաստարան Հայաստանի Հանրապետության տարածքում գործող, որտեղ երբ որոշակի պայմաններից դրդված արդեն ներքին գործերի նախարարության աշխատակիցները ընտանեկան բռնության զոհին որոշում են կայացնում հեռացնել
տնից կամ նրա բնակության վայրից եւ պետք է գաղտնի ապաստարանում նրան որոշակի ժամկետով կեցություն ապահովեն, ապա այստեղ աջակցության է գալիս ապաստարանի ծառայությունը։ Ասեմ, որ վերջին տարիներին, օրինակ նախորդ տարի մենք ունեցել ենք 1927 շահառու, ովքեր դիմել են բոլոր 10 մարզային կազմակերպություններին եւ ծառայություն են ստացել ամենատարբեր գնահատված կարիքների հիմքով։ 99% անգամ չեմ վարանի ասել կանայք են, բնականաբար կանանց հետ լինում են նաեւ երեխաներ, որոնք ըստ նոր օրենսդրության իդեպ ականատես են եւ համարվում են ընտանեկան բռնության զոհ եւ նրանց եւս մատուցվում են այդ ծառայությունները։ Գիտեմ, որ վերջերս կառավարությունը ռեաբիլիտացիոն ծառայությունների մեխանիզմ է առաջարկում նաեւ բռնարարների համար։ Ինչու որոշվեց այսպիսի քայլ անել եւ ընդհանրապես ինչ եք կարծում սա որքանով կաշխատի հայ հասարակության մեջ։ Նախ ասեմ, որ մենք շատ երկար ուսումնասիրել ենք նաև այլ վերաբերելի երկրների փորձ, ուսումնասիրել ենք այն երկրների փորձը, որոնք ունեն համանման օրենսդրական դաշտ եւ այդ թվում նաև համանման, այսպես ասեմ, սոցիալ-կենցաղային հարաբերություններ եւ միջավայր եւ ռեաբիլիտացիան բռնարարք գործադրած անձանց մասով գործում է գրեթե բոլոր երկրներում։ Այն որոշ դեպքերում գործում է հենց համայնքի թիմ մակարդակում, մյուս դեպքերում դա ուղիղ էլի մեզ նման պատվիրակվում է, արտապատվիրակվում է հասարակական կազմակերպություններին եւ կամ պետության ուղիղ, այսպես ասեմ, ստեղծած պոակների կամ այլ ծառայությունների միջոցով է իրականացվում։ Պետք է նաեւ ասեմ, որ այս դրույթը իրականում օրենքում 2017-18 թվականից եղել է գրած, ուղղակի ինքը վերաձևակերպեց եւ շատ ավելի հստակ սահմանվեցին դերերը եւ լիազորությունները եւ բռնարարք գործադած անձանց ռեաբիլիտացման կարգը մենք կկիրարկենք 2026 թվականից։ Մինչ այդ հիմա 25 թվականը օգտագործում ենք բոլոր նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար, ովքեր են այս ծառայության հնարավոր շրջանակը, դրանք այն մարդիկ են, այն քաղաքացիներն են, ում նկատմամբ ներքին գործերի նախարարությունը նախազգուշացում կիրառած կլինի, իսկ նախազգուշացում կիրառում են այն դեպքում, երբ բռնությունը գործադրվում է առաջին անգամ եւ մյուս դեպքերում արդեն երբ դատարանը կկայացնի պաշտպանական որոշում զոհի համար եւ այդ դեպքում դատական ակտով կսահմանվի, որ բռնարարք գործադրած անձը պարտավոր է անցնել ռեաբիլիտացիա։ Մենք շատ երկար ենք քննարկել եւ ոլորտային էքսպերտների հետ եւ որոշեցինք, որ դեռևս պետք է կամավոր սկզբունքով միանան քաղաքացիները այս ծրագրին, որովհետեւ այնպիսի այսպես ասեմ, իրավիճակ լատենտություն, ինչպիսիք իրանցից պարունակում են թե ընտանեկան բռնությունը, թե թրաֆիկինգը եւ թե բռնարարք գործադրածին դեպի վերասոցիալականացում տանելը, պատշաճ եւ մարդու այսպես ասեմ, կամավոր համաձայնությունն են պահանջում։ Մենք լիահույս ենք, որ շատ կարևոր քայլ ենք ամեն դեպքում արել, հիմքերն ենք ստեղծել, գտնում ենք, որ բռնարարք գործադրած անձանց հետ աշխատանքը այդչափ կարևոր է, որքան որ կարևոր է արդեն բռնության զոհերի վերասոցիալականացումը, որովհետև պատշաճ թիրախավորումը եւ ճիշտ աշխատանքը կարող են հանգեցնել նրան, որ բռնարարքը այլևս չկրկնվի։ Առնվազն դեպքերի կրկնություն չենք ունենա։ Տիկին Ստեփանյան, շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։